Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, հերթական ավտոլայվի ռեժիմով ձեր հետ զրույցի հնարավորությունն եմ ուզում օգտագործել, ի տարբերություն իմ ավտոլայվերի մեծ մասի, որտեղ ես իրավական հարցերի մասին եմ խոսում, պայմանավորված կամ իմ գործերով կամ հանրային հնչեղություն ունեցող այլ իրավական գործերով, այս զրույցը կկրի ավելի լայն բնույթ, ուղղակի այսօր մի փոքր ավելի ազատ լինելով, մասնագիտական գործերից մի քիչ ավելի շատ մտածելու առիթ ունեցա եւ ուզում եմ որոշ գաղափարներով կիսվել, հատկապես վերջի 1-2 օրը հանրային տիրույթում արկա երկու թվում է թե տարբեր, բայց իրականում սերտորեն փոխկապակցված հարցերի մասին։ Առաջինը դերասան Մկրտիչ Արզումանյանի, Մկոյի, Կարքին Մկոյի, այսպես կոչված հետ կապված խնդիրներ, հիշեցնեմ, որ նրա մասնակցությամբ Ստեփան Զորյանի ցանկապատ ստեղծագործության հիման վրա պիես է բեմադրվել, որը 20-րդ դարի սկզբի իրադարձություններին է վերաբերում, երկու ընտանիք ինչ-որ ցանկապատի համար վիճում են եւ այլն, այնտեղ կան մեր հայրենիքի հետ կապված, Արևմտյան Հայաստանի հետ կապված սյուժետային գծեր եւ այդ ներկայացմանը այցելել էր մի մարդ, որին ես այլ կերպ չեմ կարող անվանել, քան գերագույն դավաճան, վերջում էլ ինչ-որ սեփական մտքերներ փորձում փաթաթել, այդ մարդիկ էլ մկոնել առաջի հերթին, ոնց հասկացա դրա հետ համաձայնվեցին, եւ այդ միտքը էր, որ մենք պետք է այս մեր ունեցածը, այսպես ասած, շենացնենք եւ չմտածենք մեր լայն առումով հայրենիքի մասին, չմտածենք Արևմտյան Հայաստանի մասին, համատեքստը նա էր, որ Արցախի գործոնը ստեղ նաև կար եւ այլն։ Որից հետո սկսվեց շատ բնական, ոչ միայն այդ, այլև հետը նկարվեց, որևէ խնդիր չտեսավ դրա մեջ Մկոն եւ այլն, եւ որից հետո քննադատություն սկսվեց Մկոյի նկատմամբ եւ դրանից հետո նրան ճակերտավոր որդեգրեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Գերագույն դավաճանի գլխավորությամբ նրանց փոքր խմբակի անդամները, պատգամավորներ, Վահագն Ալեքսանյան եւ այլն։ Միաժամանակ ընդդիմադիր տիրույթում մարդիկ եղան, որոնք հրապարակավ հանդես եկան Մկոյի պաշտպանությամբ։ Միաժամանակ զուգահեռ պրոցեսն այն էր, որ օրեր առաջ հիմնեմնիմիով բացահայտվեց մի խայտառակություն, հետո ամբողջ դաշտը այդ փաստը վերցրեց, դա Մասիսարի վերաբերող խայտառակությունն էր, որ մեր մուտքի ելքի շտամպերի վրայից փաստորեն Մասիսարի պատկերը դուրս է գալիս, դա նոյեմբերի 1-ից պետք է լինի, թե որոշումը կայացվել է կարծեմ օգոստոսին, եւ երբ որ հիմնեմնիմիում դա բացահայտվեց, միանգամից այսպես ամբողջ հանրային դաշտը դա վերցրեց եւ դարձավ հանրության սեփականություն, սրանք էլ դե ասում են, ինչ գործ ունենք մենք այդ Մասիսարի հետ, մենք պետք է այնց անենք, որ թուրքերը մեզից չնեղանան, ինչ որ քարոզիչներ նիկոլական ասեցին, տեսեք, այսա նրա համար է, որ թուրքերը Թալյատ Փաշա չկոչեն Հայաստանի հետ այդ սահմանային անցակետը, ինչ որ sense բաներ։ Այս երկու թեմաներն են, որոնք առաջի հայացքից իրար հետ կապ չունեն, բայց սերտորեն կապված թեմաներ են, ես կուզեի մինչև մի գործով մի տեղ այցելել է, այս ճանապարհին ձեր հետ դրա մասին խոսել։ Ուրեմն Մկոյի հետ կապված ես շատ լավ հիշում եմ, թե ոնց էր 2018 թվականին այդ անձը միացել իշխանությունը յուրացնելու նիկոլական ջիգերին։ Եվ նույնիսկ հայտարարություն է արել, որ վաստակավոր արտիստի կոչումն է
այսպես հրաժարվում դրանից, հենց էլ չհասկացա, հրաժարվեց, թե խափեց մարդկանց, որ հրաժարվում է դրանից, չհասկացա ինչ եղավ, բայց հստակ հիշում եմ, որ նա հստակ դիրքորոշում էր հայտնել Հայաստանում հանրային քաղաքական հարցերի շուրջ։ Դրանով նա իրեն դրել էր այն վիճակի մեջ, որ մենք իրավունք ունենք յուրաքանչյուրս նրանից որպես հանրայինած, շատ ավելի մեծ իրավունք ունենք, քան առանց այդ քայլը իր անելը, հարցեր տալ, ասել այն իր հայտնի այդ մանրապատման ոճով ասեմ, ո՞նց ես, մկո, ո՞նց ես։ Այն ինքը իր այդ մանրապատումներից ոճով ենք ասում, ինչ կա, մկո։ Տեղավորվել ես հայրենիքի կորստի հետ, Արցախի կորստի հետ, զոհերի հետ, Մասիսից հրաժարվելու հետ, որ այդ նույն օրերին էր։ Տեղավորվել ես, նորմալ է, օքեյ է, մկո։ Այդ հարցերը դարձան շատ ավելի լեգիտիմ, որտեղ օքեյ արվեստագետ ես գնաք ու գործով զբաղվում։ Բայց դու արդեն իսկ մտած ես եղել թեմայի մեջ, բարի եղի այս հարցերի պատասխանես։ Եվ երբ Գերագույն դավաճանը գնալով այդ այսպես ներկայացմանը, որը մեծ հաշվով օքեյ է, հիմա որտեղ ուզում է թող գնա։ Վերջում իր կամերաների տակ այս մարդկանց ներքաշեց վեճ եւ իր ուզած թեմայի մեջ բերեց, սա արդեն օքեյ չի։ Օրինակ, ինչ կարող էր անել նույն մկոն։ Կարող էր ասել, գիտեք ինչ, ես պատրաստ եմ սրա մասին ձեր հետ քննարկում անել, բայց առանց կամերաների։ Չօգտագործեք ինձ որպես ձեր քարոզչական գործիք։ Չօգտագործեք ինձ որպես քարոզչական գործիք։ Կարող դա ասեր, կարող դա ակնարկեր։ Դա կլիներ օքեյ։ Թող նստեն քննարկեն, ինչքան ուզում են, թող քննարկեն։ Բայց ինքը հասկանալով, որ ինքը քարոզչական միջոց է դառնում, գործիք է դառնում, մտավ այդ թեմայի մեջ, ինչ որ բաներ ասեց, որը չգիտեմ ամբողջությամբ ճիշտ թե ոչ ամբողջությամբ ճիշտ, օգտագործվեցին եւ այդպես մկոն դարձավ Հայաստանի ապա հայկականացման քարոզչական գծի ներկայացուցիչ, ուրեմն մաս։ Եվ ամենևին պատահական չէ, որ ԿՊՀ-ականները սենց իրան պատիժ կայնանում Մկո ջան, հարց չկա, դու լավ դերասան ես, դու ես։ Որովհետև իրանց կամա թե ակամա, իսկ ես կարծում եմ, որ կամա, որտեղ չափահաս մարդեր ինքը շատ լավ պետքա որ հասկանար, որ իրան որպես քարոզչական գործիք են օգտագործել, ինքը մտավ այդ թեմայի մեջ։ Հիմա այն իմ ընկերները, որոնք որ Մկո են գովում, այդքանը չեն հասկանում։ Հիմա հարց տամ, եթե այլ մարդիկ գան իր հաջորդ ներկայացմանը, հակառակ մոտեցման, պատրաստ են նույն կերպ բանավեճի մեջ մտնել, հարցերի պատասխանել, պատրաստ են թե չէ։ Պատրաստ են հարցեր տալ, որ այս Ստեփան Զորյանի ներկայացման մարդիկ, այս մարդիկ ինչի են տենց պրոբլեմը ստեղ որն է, այնա որ իրանք երազում են իրանց հայրենիքի մասին, դա պրոբլեմ է, թե ուրիշ պրոբլեմ է ստեղ։ Այդ բանավեճի մեջ պատրաստ են մտնել են կողքին իմ ոսկի չգիտեմ են, ով է որ ասում են, հա ճիշտ եք ասում, են որ այս Հայաստան, այն Հայաստան, դրա մասին են մտածում, բայց այս ցանկապատի հարցը չեն կարողանում լուծել։ Էսա խնդիրը։ Հա խնդիրը այնա որ Գերագույն դավաճանը հակադրում է երկու համադրելի բաներ։ Հակադրում է այն երկու արժեքները, որոնք ուղղակի չպետք է հակադրել, դրանք համադրվող են։ Այսինքն ինքը ինչ է ստեղծում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երկու կամ կա, կամ դու պետք է այս պահին Հայաստանի Հանրապետության տարածք կազմող երկրի մասին մտածես եւ փորձես շենացնել, կամ էլ եթե դու մտածում ես պատմական հայրենիքի մասին, դա քո համար արժեք է, ուրեմն մեխանիկորեն դու վնաս ես տալի այս Հայաստանին։ Դա աբսուրդ է ուղղակի։ Տրամաբանության տեսանկյունից աբսուրդ է։ Դրանք ոչ միայն հակադրվող չեն, այլ շատ լավ էլ համադրվող են։ Ին վրա օրինակ բերեմ, այն ժամանակ երբ ես երանություն ունեի աշխատելու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, իմ ընկերները եւ ոչ միայն ընկերները, այլև շատ ավելի շատ մարդիկ իմ այսպես օրը չեմ ասում 24 ժամ, 20 ժամ աշխատանքը տեսել են։ Ոնց է ստացվում դա։ Որովհետև երկիրը շենացնելու այս մոտիվացիան կրկնապակվել էր իմ մոտ, որտեղ դու քո հայրենիքի համար ես աշխատում։ Որտեղ դու գիտես, որ կարևոր գործ ես անում։
ուղղակի կրկնապատկվել, երապատկվել էր։ Այդպիսի աշխատասիրություն ես չունեմ։ Չգիտեմ, ես չեմ կարծում դա տարիքի հարց էր։ Հենա մի հատ նիկոլականների մոտ աշխատանքի անցած մեկը կա, մի հատ Իրանից կարելի է հարցնել կրթության նախարարությունը։ 10 օրով Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնել է այսպես աշխատանքային այցով։ 40-ից ավել միջոցառման մասնակցեցի 5 քաղաքում։ 9 օրվա մեջ տարբեր միջոցառումների 40-ից ավել, մոտ 50։ Այն որ դες դաժե անեկդոտ էր դարել։ Այն առաջի օրը ասեցին ինչ որ անձնական բան ունես անելու, ասեցի դե չէ, բայց մի հատ պետքա մտնեմ Apple Store-ը մի հատ լար պետք է առնեմ, կոմպյուտերից լարը փչացել է, այդ 9 օրվա մեջ ժամանակ չունեցա մի հատ 10 րոպեով մտնել այդ լարը վերցնել։ Անեկդոտ էին վրա սարքել, որ մարդը գալիս է մտ Apple Store մտնելու ժամանակ չունի։ Այն ո՞նց էր դա ստացվում, ինչ էր դա ստացվում։ Այդ նվիրուն չասեմ, լավ, այդ մեծ բառեր չասեմ։ Դից ո՞նց էր ստացվում, լավ։ Ես իմ օրինակն եմ ասում, բայց հազարավոր մարդկանց, որտեղ գիտես, որ դու քո հայրենիքի համար ես աշխատում։ Իսկ ես սրիկաները դե արույմի ասա, հակադրում են հիմա։ Հակադրում են, այսինքն մենք, որ մեր համար արժեք է, մեր հայրենիքը լայն առումով, մեր պատմությունը, մեր Արցախը, այդ ամեն ինչը իրանք մեկնաբանում են, որ դե ուրեմն դու չես կարող շերացնել։ Այդ ոչ չենք կարող շերացնել, դուք չեք կարող շերացնել։ Դուք չեք կարող շերացնել։ Դուք եք վար Իտալիա ամեն ինչին կպնում եք։ Այսա շատ կարևոր քարոզչական հարց է, շատ կարևոր, որ պետքա տարբերակում դրվի։ Եվ մկոն վստահ եմ, որ այդքան չափահաս լինելով պետք է որ հասկանալ ուղիղ մտել է այդ քարոզչական թեզի մեջ։ Դրա համար արժանի է այն հանրային պարսավանքի, որի նկատմամբ իրականացվում է։ Ու բոլոր այն մարդիկ, որ մկոնի ընկերն է, իմ էսիչն է, ամեն ինչն է, հարց չկա, ձեր ընկերն է, ուրեմն ձեր ընկերոջ հետ խոսեք, թող հասկանա որից հետո է։ Որ չմտներ այդ բանավեճի մեջ, կամ մտնում էր, թող թույլ չտար, որ դա հրապարակայնացվեր, թող չկանգներ, չնկարվեր այդները։ Դրանով դառնալով քարոզչական գործիք։ Նորմալ է ձեր համար, որ դուք նույն ձևով պաշտպանում եք մկոին, ինչ որ Վահագն Ալեքսանյանը։ Եթե նորմալ է, աղբեր։ Իմ համար նորմալ չի։ Ձեզ հարգելով իմ համար դա նորմալ չի։ Մասիսի հետ կապված։ Հիմա մեկը մկոին հարցներ, օքեյ ես դու դրա հետ, մկո ջան։ Ոնց ես։ Լավ ամեն ինչ։ Դու օքեյ ես դրա հետ, որ տենց հա դե թուրքերը ուզում են որ Մասիսը հանեք շտամպի վրից, հանեք, ինչ կա դրա մեջ։ Ու նաև դրա հետ մեկն է ինքնիշխանությունից են խոսում։ Հա, աբսուրդ է, ասենք ինքնիշխանությունից են խոսում, այն դեպքում երբ ուղիղ Թուրքիայի պահանջով տվյալ դեպքում շտամպից, հետո եկը գերբից են անելու, հետո գնալու են հերթով էս պատերին նոր համասարանում դասի համասարանից դուրս եկա, աչքիս էլի ընկավ Արմենակ Կուրֆանյանի հետ որնապատկերը համասարանի շենքին։ Հետո դա են ջնջելու այդ տասնյակ ու տասնյակ մեր տղաներին պատկերով։ Հետո ասենք, չգիտեմ, Արարատ բառն են վերացնելու, Մասիս բառն են վերացնելու։ Էդ են անելու, էդ են անում։ Եվ ես կարծում եմ ժամանակն է համացանցից դուրս գալ եւ իրական կյանքում, այս իրական պատերին մենք լավ կլինի շատ ավելի այսպես տեսանելի բաներ տեսնենք։ Այս է հարցը։ Այսինքն, ամփոփելով ասեմ, առաջին Մկոյի պատմության մեջ երկու կարևոր գործոն կար։ Գործոն առաջին ինքը թեմայի մեջ մտած է եղել։ Այն 2018-ին ինքը բան է արել, դիրքորոշում է հայտնել։ Դա մեզ իրավունք է տալիս իրան հարցեր ուղղելու։ Հիմա ինչ դիրքորոշում ես հայտնում։ Եթե դաժե դիրքորոշում չես հայտնում, գոնե մի դարի քարոզչական գործիք։ Երկրորդ ինքը փաստացի դարել է քարոզչական գործիք։ Ինքը փաստացի հնարավորություն է տվել իր ներկայացումը, որ մեկնաբանվի Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված այսպես կոչված իրական Հայաստանի, իրականում դա իրական Հայաստան ընդհանրապես չի։ Դա вообще ոչ մի կապ չունի իրական Հայաստանի հետ։ Դա չ-Հայաստանը, ոչ թե իրական Հայաստանը։ Կամ Հայաստանի դադարումը։ Դա վերացած Հայաստան է, դա իրական Հայաստան չի։ Այդ գաղափարախոսության ֆեյսը դառնալու,
Այնինքը դա այդ հնարավորությունն է տվել նրանց։ Նորից ասեմ, խոսում եք, դու կարող ես այդ պայմանը դնել։ Եկել եք, հարց չկա։ Մի տեղադրեք, ես այդ հնարավորությունը իրավունքը չեմ տալի։ Քննարկեք, ում եք ինչ ուզում ես, քննարկեք, ով եք ես բան ասում։ Բայց դու դարձել ես քարոզչական գործիք, մկո։ Այս է երկրորդ գործոնն է։ Եվ երրորդ գործոնը, որը զուգահեռ է, այս Մասիսից հրաժարվելու գործոնն է։ Դու դրա հետ օքեյ ես, դու այդ հարցը տվել ես այդ մարդկանց։ Ասել ես մի հատ հարց տամ, էլի այդ ո՞նց եղավ, որ տենց եղավ։ Խեք տենց անում։ Հազարամյակներով Մասիսը հայկական խորհրդանիշ ա եղել, հազարամյակներով։ Այդ դուք ո՞նց եք ձեզ թույլ տալի հրաժարվել։ Դուք ով եք, որ հրաժարվեք դրանից։ Մի քանի տարով ընտրված ղեկավարներ եք, ելել մյուս տարի չգիտեմ։ Ինչ ձևով ա լինելու, ում ձևով ա լինելու, ոնց ա լինելու։ Դուք ինչ իրավունք ունեք դրանից հրաժարվել։ Դուք եք դա դրել, որ դուք դրանից հրաժարվում եք։ Չեն էլ ամաչում, որ զարմանում ես, էլի ոնց են կարում դա արդարացնել։ Իրաց 2 կոպեկ լափի համար դեարյումի ասա։ Այդ 30 արծաթադրամը այդքան քաղցր է, ես չեմ կարող հասկանալ։ Որ ամեն ինչի վրայով կարող եք անցնել։ Այս դեպքում մկոին նկատի չունեմ, նկատի ունեմ նրանց, ովքեր որ արդարացնում են այդ խայտառակ զիջումը, որով մենք մեր խորհրդանիշներից հրաժարվում ենք։ Ոնց ալնում որ տենց ալ։ Եվ այդ մկոյի ողջ պատմության հետ մեկտեղ ախր զուգահեռ իրականություն կա, մարդիկ են քաղբանտարկյալներ, որ ակնհայտ քաղբանտարկյալներ են, ով որ հարց ունի դրա այդ քաղբանտարկյալներ են թե չէ, 100 անգամ ասել են իմ տեղը գիտի, բոլոր հարցերի պատասխան։ Մանրամասն, օրինակներով, համադրություններով, փաստերով, լավ գիտեք, որ ամբողջ օրը դրա մեջ է։ Դու դրա հետ օքեյ ես, մկո որ 18 թվականին բան էիր անում, այտենց խայպ էիր բռնում, ես հրաժարվում եմ վաստակավորի, չգիտեմ հրաժարվեցիր թե չէ։ Ձեր թեմի առաջնորդին Միքայել Սրբազանին են դատում։ Մի անգամ դրա մասին մտածել ես, այերեք դու շանս ունեիր գայր դատական նիստին։ Եթե դու իրականում վրդովված էիր նրանից, որ քեզ որպես քարոզչական գործիք էին օգտագործել, դու կարայիր դա շատ սիրուն ձևով այդ հարցը փակեր, գայր ասեր, դե դուք տենց ես էլ սենց։ Եկել եմ տեսնեմ այդ ինչ այր այս ներկայացնում դատը։ Մեր քաղբանտարկյալների մի մասը երեխեք ունի։ Այդ երեխեքի մեջ նաև հասուն երեխեք կա։ Օրինակ երեք իմ պաշտպանյալի իմ վստահորդի Տիգրան Գալստյանի 4 երեխեքից ավակի էմայի գրածներ։ Այն որ կարդում ես առանց մղկտալու չես կարող կարդաս։ Սեպտեմբերի 2-ին ծնված երեխա ասում է, ես հպարտությամբ ես իմ ծննդյան օրը հիշում, Արցախի օրն էր։ Իմ այս տարի իմ միակ երազանքն էր, որ հայրս բանտից վերադառնա։ Դա դուք հասկանում եք ինչ եք անում։ Դուք հասկանում եք ինչի տակ եք մտել։ Այդ անմեղ երեխեքի այդ ինչ ասեմ, այդ աշկերի արցունքը, այդ դառնացած սիրտը, դուք դրա տակից ոնց եք դուրս գալի։ Ու ես համարում եմ, մկո, որ դու անձամբ պատասխանատվություն ես ստանձնել այս ամեն ինչի համար։ Այդ քո կարկամած բաներով, այդ քո նկարներով, այդ քո շնորհակալություններով։ Անձնական պատասխանատվություն ես ստանձնել։ Կարաս գիշերը քնես ու հիշես, որ այս երեխեքի արցուղների պատասխանատուներից մեկն էլ 2 օր առաջ դու դառար, որտեղ դու ստանձնեցիր այդ մարդկանց քարոզչական գիծը։ Մասի սուրացողների քարոզչական գիծը ստանձնեցիր։ Այսքանը հաջողություն։